Գեղարվեստական բարձր ճաշակ ու հարուստ ավանդույթներ, ազգային ինքնատիպություն ու քարի հետ աշխատելու մեծ վարպետություն։ Միջնադարյան հայկական ճարտարապետությունը զարգացման իր մակարդակով ու նշանավոր կառույցներով շարունակում է հիացնել ու հետաքրքրել ուսումնասիրողներին։ Զարգացած միջնադարում հայ ճարտարապետության մեջ առաջանում են եկեղեցական կառույցների այնպիսի տիպեր, որոնցից ցավոք քչերն են պահպանվել ու մեզ հասել։ Բաց երկնքի տակ այսօր Կապուտանի Սուրբ Մինաս եկեղեցին է։ Հայաստանի Կոտայքի մարզի մարզկենտրոն Հրազդանից 49 կիլոմետր հարավ-արևմտյան ուղղությամբ Հատիս լեռան ստորոտում է գտնվում Կապուտան գյուղը, որի հյուսիսային հատվածում բլրի վրա տեսնում ենք 14-րդ դարի Սուրբ Մինաս եկեղեցին, որը հայտնի է նաև Կապտավանք անվամբ։ Կապուտան գյուղի մերձակայքում բլուրի վրա առայեղ կանգնած է մեր 14-րդ դարի կեսերի Սուրբ Մինաս եկեղեցին։ Հայկական միջնադարյան ճարտարապետության ցանկին կամ բովանդակությանը ծանոթանալուց միշտ այնպիսի տպավորություն է, որ տեսակ ոնց որ նույնատիպություն լինի, միօրինակություն լինի եւ այլն։ Սակայն խորանալով տիպաբանության մեջ տեսնում ենք, որ անընդհատ սկսած վաղ միջնադարից մինչև ծաղկուն միջնադար, մինչև նույնիսկ ուշ միջնադար մենք ունենք ճարտարապետության նոր ձևերի, նոր ծավալատարածական հորիվանցքների ստեղծագործությունների հետ, որոնցից մեկն է նաև Կապուտանի Սուրբ Մինաս եկեղեցին, որը դասվում է 14-րդ դարի սկզբներին ձևավորված մի ճարտարապետական հորիվածքի, որը հետագայում գիտական եւ մասնագիտական գրականության ուսումնասիրությունների մեջ համարվում է եկեղեցի դամբարան զանգակատուն, այսպես ոնց որ եռամիասնության մի խորհրդանիշ հանդիսացող։ Տվյալ տիպի առաջին օրինակը ունենք Գոշավանքում, որտեղ 12-րդ դարի գրատան ու անկյուն թե քառակուսի հատակագծի վրա հետագայում 1321 թվականին կառուցվել է խաչաձև մի երկրորդ հարկ եւ սյունասրահ երրորդ հարկը, այսինքն ճիշտ նույն տիպաբանությունը։ Սակայն այնտեղ մենք ունենք երկու դարաշրջանների տարբեր կառույցների համակցվածություն, որը ըստ երևույթին հետագայում միտք է առաջացրել, որպեսզի միասնական մի ճարտարապետական հորինվածք ստեղծագործվի եւ դրանից հետո առաջին օրինակը Եղվարդի Աստվածածին եկեղեցին է, այնուհետև Մոմիկի ուրեմն Բուրթելաշեն եկեղեցին Նորավանքում եւ վերջինը հանդիսանում է Կապուտանի Սուրբ Մինաս եկեղեցին, որը մաքուր տվյալ տիպին է պատկանում, ճարտարապետական տվյալ հորինվածքը ուներ 3 ֆունկցիոնալ գաղափարի միասնություն եւ ճարտարապետական լուծումները եւս ունեն 3 թվի խորհրդանիշը կարծես թե սրանք համարվում են նշածս այդ 3 հուշարձանները, Գոշավանքները դե 4 համարվում են եռահարկ կառույցներ, այդպես է բնութագրվում ծավալատարածական հորինվածքով։ Հիմնականում բոլորը նույնն են, առաջի հարկում ունենք ուղանկյուն, ուրեմն թաղակապ սրահ, երկրորդ հարկում ունենք խաչաձև հորինվածքով աղոթատեղի եւ երրորդ հարկը պսակվում է արդեն սյունասրահով, որը ծառայել է որպես զանգակատուն, որպես ռոտոնդա եւ այսպես ստեղծվել է այդ հորինվածքը։ Շատ հետաքրքիր է պահպանված մյուս երկու հուշարձաններում եւս ունենք, որ երկրորդ հարկը ունի քարից առաջակարգար աստիճաններ, Կապուտանը տարբերվում է նրանով, որ նա տեսնում եք մի քանի աստիճան են, չնայած նույն ձևի նաև Եղվարդի Աստվածածինն է, որտեղ ավելի քանակը քիչ է աստիճանների։ Ու այստեղից պարզ դառնում է, որ վերև բարձրանալու անհրաժեշտության դեպքում օգտագործվել է ժամանակավոր աստիճան, ըստ երևույթին փայտից աստիճան եւ ընդհանուր առմամբ հեռացվել է աստիճանը, որովհետեւ երկրորդ հարկը ոչ ցանկալի անձանց համար հասանելի չլինի։ Իսկ Նորավանքի պարագայում ունենք աստիճանները արդեն մինչև գետին իջնող ուրեմն տարբերակ։ Ըստ իս սա գալիս է նրանից, որ Նորավանքը, քանի որ մեծ համալիր է վանքային, Օրբելյանների իշխանական տոհմի նստավայրն է եղել նաև Ստեփանոս Օրբելյանը որպես պատմիչ, որպես հոգևոր առաջնորդ, այդ մտավախությունը թերևս երևի չի եղել, որ աստիճաններով կարող են անցանկալի ինչ-որ անձինք բարձրանալ վերև։ Հետաքրքիր է մյուս այն է, որ այս 3 նույնատիպ հուշարձանների մեջ Սուրբ Մինասը տարբերվում է, չնայած ամենաուշ կառուցվածքն է տարեթվերով։ Ընդհանրեն ընդեմ մի քանի տասնամյակի տարբերություն է։ Բոլորս հիշում ենք Նորավանքը ճոխ հարդարանքով
մոմիկի զարդամոտիվներով զարդարված կառույց է, գրեթե նույն ճոխությունը որոշ առումով նաև ավելին ունի նաև Եղվարդի Սուրբ Աստվածածինը, բայց դրանից հետո կառուցվում է Կապուտանի Սուրբ Մինասը շատ զուսպ, պահպանելով ընդհանուր հորինվածքը, շատ զուսպ, լակոնիկ, ճարտարապետական դետալներով, էլեմենտներով։ Բայց ասեմ, որ չնայած այդ հանգամանքին, Կապուտանի Սուրբ Մինասը ունի մնացած երկուսի հանդեպ մի ահռելի մեծ առավելություն, որ նա տեղադրված է բլուրի գագաթին, շրջապատված Մասիս սարով, Արագած լեռով, Արայի լեռով, Հատիս լեռով եւ այս կողմը լեռնապար ենք տեսնում, այդ ոնց որ լեռներով շրջապատված թասակի մեջից բարձրացող բլուրի վրա, որը ավելի վեհաշուք է իրան դարձնում։ Մանավանդ որ դրան գումարենք իր չափերի փոքր լինելը, խմբի մեջ ամենափոքրն է ինքը։ Դա ավելի սլացիկություն է հաղորդում իրան եւ հերվից կարծես փարոս լինի նա։ Եկեղեցին կառուցվել է 1349 թվականին, իմիջիայլոց ցուցանակի վրա սխալ է գրված, 8 է գրված, պետք է լինի 9։ Թվագրությունը պահպանվել է ճակատի վերևում, տեսեք, այն երանգյուն գագաթի հատվածում տառերը փորագրված, ելուստավոր տառեր են, զարդատառեր, որը իր խորություններով, ծավալներով եւս բացառիկ է, այնտեղ բարձ գրված է ՉՂ, որը վերցանելով հայկական թվագրությամբ ստացվում է 1349 թիվ։ Ըստ վկայությունների եկեղեցին կանգուն է եղել մինչև 1920-ական թվականները, 17-րդ դարում։ Գառնի երկրաշարժից է մի անգամ տուժել, վնասվել։ Հետո նորոգել են եւ մինչև 20-ական թվականները ինքը հիմնականում իշատակում է որպես կանգնած եկեղեցի։ Բայց հետագայում վերածվում է ավերակների, լուսանկարները կան, երրորդ հարկը ամբողջությամբ թլված, երկրորդ խաչաձև հարկն էլ մասնակի փլուզված վիճակում, շատ խարխլված վիճակում է պահպանվել մինչև 80-ական թվականները։ 81-ից 83 թվականներին ճարտարապետ Գրիգոր Ղաֆադարյանի նախագծով իրականացվել է վերականգնման աշխատանքը, որի արդյունքում մենք տեսնում ենք ամբողջական ծավալի վերականգնած տեսքը։ Եկեղեցու վերականգնման նախագծի հեղինակ Գրիգոր Ղաֆադարյանը գրում է, որ հուշարձանը ըստ տեղացիների կործանվել է 1920-ական թվականներին Թնդանոթի արկի հարվածից։ Ամբողջությամբ ավերված էին կաթողիկեն եւ երկրորդ հարկաբաժնի վերին հատվածները։ Պահպանված պատերի միջուկի շաղախը ամբողջությամբ լվացվել էր, զրկելով դրանք միաձուլումից։ Հուշարձանի տարածքում եւ դրանից դեպի արևելք Բլրի լանջին ընկած պատմական գերեզմանոցում հայտնաբերվեցին ավելի քան 300 հուշարձանապատկան քարեր, մի մասը փշրված եւ անօգտագործելի, որոնց շնորհիվ հնարավոր եղավ պատկերացում կազմել հուշարձանի կործանված հատվածների ձևերի, չափերի եւ նիշերի մասին։ Վերականգնման նախագիծը կատարվել է 1980 թվականին, վերականգնման շինարարական աշխատանքները 1981-82 թվականներին իրականացվել է հուշարձանների գիտավերականգնման Երևանի հատուկ արտադրական արվեստանոցի կողմից, եւ ամբողջ աշխատանքները, թե վերականգնման նախագիծը, թե շինարարական, կատարվել են Հայաստանի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության ընկերության դրամական միջոցներով, հայտնում է Գրիգոր Ղաֆադարյանը։ Դրանից հետո երբևէ որևիցե նորոգչական աշխատանքներ չեն կատարվել, բայց ինչպես տեսնում ենք, այս ճակատում համեմատաբար լավ վիճակ է, բայց հարավում եւ արևելքում տվյալ քարը, որը ունի կապտավուն երանգ, տեղի բազալտն է, ու բազալտ մի քիչ կասկածելի է, երբեմն համարվում է նաեւ բազալտո անտեզիտային քարատեսակ, որը հեսա կողքից կնայենք շատ մեծ քայքայումներ է ենթարկվում բնության ազդեցությունից, հոլնահարվում է եւ քամիների եւ անձրևաճերերի ազդեցությունից եւ լուրջ խնդիրներ ունենք այսօր անդրադառնալու վերանորոգման աշխատանքներին։
Ճարտարապետ Հուլիոս Յուրի Թամանյանը Կապուտանի եկեղեցու վերականգնումը հոդվածում անդրադառնում է կառույցի վերանորոգման մի շարք հարցերի։ Հետաքրքիր է, որ հոդվածում նշվում է Սուրբ Հովհաննես անունը ու հստակեցվում, որ տեղացիները այն անվանում են Սուրբ Մինաս։ Կապույտ եկեղեցի անունը վանքը ստացել է կապտավուն բազալտի շնորհիվ, որի քարհանքերի քարերով բազմաթիվ շենքեր են կառուցվել Երևանում եւ շրջակայքում։ Թամանյանը տեղեկացնում է մի հետաքրքիր դրվագի մասին, կապված հոր նշանավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հետ, նշելով, որ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը քարի գեղեցիկ երանգի համար առաջարկել էր Երևանի կառավարական տան ներքնահարկի պատերը կառուցել հենց այդ քարից, սակայն քարի մեխանիկական հատկությունները եւ հատկապես սառնակայության ցածր ցուցանիշները շատ արագ ստիպեցին հրաժարվել նրանից եւ այժմ այդ գեղեցիկ անդեզիտո բազալտը գրեթե կիրառություն չունի։ Անհրաժեշտ է մտածել այդ քարի սալիկները օգտագործել շենքերի ներսում դրվագման եւ հարդարանքի աշխատանքներ իրականացնելու համար, գրում է Յուրի Թամանյանը։ Հաջորդ հանգամանքը մարդկային գործոնն է, որ միշտ չի, որ բարեհաճ է գտնվում մեր եկեղեցիների պատմական ընդհանուր առմամբ հուշարձանների վերաբերյալ, եթե մտնեք ներս կտեսնեք ամբողջովին ներքին մակերեսները սանտիմետրերի հասնող շերտով մրակալված են մոմի ծխի շերտով, մոմի ծուխը իր մեջ պարունակում է նաև ինչ-որ յուղային եթերային նյութեր, որը նստելով քարի վրա ամբողջովին փչացնում է քարի մակերեսը եւ ընդհանրապես մեծ խնդիր է դրա հեռացնելը, մաքրելը։ Մենք տարբեր առիթներով, տարբեր հարթակներից բացատրական աշխատանք ենք տանում, զրուցում ենք մարդկանց հետ, հատկապես դպրոցահասակ երեխաների երիտասարդության շրջանում, որ պատերին մոմ չի կարելի վառել, խաչքարերի մոմ չի կարելի կպցնել վառել, հետևանքները շատ ծանր են, ու մի մասը հասկանում են, մի մասը չի ըմբռնում։ Ինչևէ ընդհանուր առմամբ շարունակվում է այդ չարիք երևույթը, որը շատ մեծ վնասներ է պատճառում։ Ծրագիր կա որոշակի վերանորոգման աշխատանքներ իրականացնել, հավանաբար այս տարի կկատարվի, տեսնում եք աստիճանները արդեն բազալտից իրականացված են, որոշակի շեղումներով դրանք ընթացքում կուղղվեն, կբերվեն ուրեմն անհրաժեշտ չափերի եւ սահմանների, որպեսզի չխաթարենք հուշարձանի ամբողջականությունը։ Գիտեք, ժողովրդի մեջ բացատրական այդ աշխատանք ամեն դեպքում կարծում եմ շատ քիչ է, չի բավարարում։ Տեսեք, հիմա օրինակներ խաչքարերը տարբեր ոճերի, տարբեր մարդկանց ճաշակով արված, ինքը անկեղծ սրտով ինչ-որ մտքում մի աղոթք ունենալով կամ մի ինչ-որ նպատակադրությամբ բերում եւ տեղադրում է հուշարձանին, տեսեք, պատին հենած։ Իր մղումները, իր ցանկությունը բարի են եւ ազնիվ են, բայց ինքը չի պատկերացնում, որ սրանով աղճատում ենք մենք պատմական հուշարձանը։ Շատ են սիրում Սուրբ Մինասը, բայց ինքնաբերաբար առանց գիտակցության արդեն Սուրբ Մինասին վիրավոր են, էլի, այսպես պայմանական ասված։ Նույն ազդեցությունը նաև հարավային կողմում է մետաղական խաչը, որին նույնիսկ ծախսեր են արել, լարով հոսանք են քաշել, լուսավորել են, դե պատկերացրեք գիշերային լույսի տակ փոխանակ Սուրբ Մինասը լուսավորվի առավոր բլուրի վրա, ֆոնին երևում է, դիմացը երևում է ուրեմն խաչը, որը ինչ-որ մեկի ճաշակն է։ Ընդհանուր առմամբ Կապուտանը գյուղը, համայնքը շատ հարուստ է միջնադարյան եւ վաղ միջնադարյան եւ բրոնզեդարյան հուշարձաններով, որոնք գրանցված են պետական ցուցակներում, մոտ 80-ից ավել հանրապետական նշանակության հուշարձաններ կան շրջակայքում, 20-ից ավել տեղական նշանակության հուշարձաններ կան,
բայց իրանց կուրքը Սուրբ Մինասն է, որը գյուղացիների ամենօրյա արևածագի ոնց որ աղոթքի կամ բարելույս ասելու փարոսն է։ Զանգ եք տալիս, մեկ եկա որ առավոտները բարձանում է, զանգը խփում է, մենք պաշտում ենք մեր Սուրբնա, հաճախում ենք, շաբաթ մի անգամ, երկու շաբաթ մեկ, հաճախում ենք, մոմ ենք վառում, խոնարհվում ենք, խաչ ենք անում, մարդիկ գալիս են մկրտվում են։ Ծնվել եմ այդ եկեղեցին եղել է, 700 տարվա պատմություն ունի մեր եկեղեցին, մեռնեմ իր զորությանը։ Սուրբ Մինասն եմ մկրտել, այս տարիքին եկել եմ տեղ մկրտել, ես մկրտված չէի, եկա տեղ մկրտված։ Կապուտան այցելելուց դեռ շատ հեռվից տեսնում ես գեղեցիկ այս կառույցը։ Կապտավանքը, ինչպես նշել են բոլոր ուսումնասիրողները եւ փաստում են նաեւ այցելուները, ոչ միայն իր պատմությամբ ու ճարտարապետական նշանակությամբ, այլ նաեւ հենց հիասքանչ դիրքի շնորհիվ շարունակում է գրավիչ ու սիրված վայր լինել բոլորի համար։ Բաց երկնքի տակ Կապուտանի Սուրբ Մինաս եկեղեցին էր։